Սիրելի քույրեր եղբայրներ, չգիտեմ դուք ոնց, բայց ես մի կուշտ լացեցի։ 20 տարի առաջ, 25 տարի առաջ ես 20 տարեկան էի, կանգնած էի խորանում, թատրոն էի անում, խաղում էի թատրոնում, որտեղ այն օրը պաստոր Վալենտինն է հիշել 700 հոգի նոր մարդեր եկել։ Շատերն ապաշխարեցին, այսօր իմ երեխեքն են կանգնած ստեղ, քո երեխեքն են կանգնած ստեղ, ներկայացնում են Տիրոջ տառապանքը, տանջանքը մարդու համար, և ոնց տառապեց ու տանջվեց, գիտես, մեր կյանքում էլ է գալիս, հովվի կյանքում էլ է գալիս ես մի հատ պահասխան, մեկը չեն հասկանում, ասում ես չես ասում, չեն ընդունում, անում ես, քեզ հակառակն են անում, օգնում ես, քեզ օգնելու փոխարեն հլը մի բան էլ ապտակներ են հասցնում գնում են, գնացողն էլ հետևիցդ մի դանակ է խփում, ինչ ասես հետևիցդ խոսում է գնում է, էլ ինչի ես անում, Հիսուսը չնայեց, Հիսուսը գնաց մինչև վերջ և իր կյանքը տալով փրկություն արեց քեզ համար։ Սիրելիներս, արի բացենք մի հատ տեղ կարդանք Մատթեոս ավետարանի 28-րդ գլուխ։ Եվ շաբաթ իրիկուն էր և միաշաբթի էր, լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եկավ և մյուս Մարիամը գերեզմանը տեսնելու, և ահա մեծ շարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ գնաց դռիցն այն քարը հեռու թավալեց և նրա վրա նստեց, և նրա կերպարանքը փայլակի պես էր, և նրա հագուստը ձյունի պես սպիտակ էր, և նրա ահիցը պահապանները շփոթվեցան և մեռելի նման եղան, և հրեշտակը պատասխանեց և ասեց կանանց, ասեց, մի վախեցեք դուք, գիտեք, որ խաչված Հիսուսին եք որոնում, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք որոնում, այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասեց, եկեք, տեսեք այն տեղը, ուր Տերը պառկած էր։ 2 տարի առաջ ինձ բախտ վիճակվեց, այսպես ասեմ, ես գնացի Երուսաղեմ և տեսա այդ քարը, այդ տեղը, որտեղ դատար կա, որտեղ հրեշտակներն ասեցին, եկեք և տեսեք, որտեղ պառկած էր, որ դատար կա։ Սիրելի, սա ամենամեծ բարի լուրն է ամբողջ աշխարհում։ Բոլորն են ասում մենք հավատում ենք, բուդդիստն էլ ասում, մուսուլմանն էլ հետը։ Բայց ոչ մեկը չունի հարություն առած Տեր ու Փրկիչ, ոչ մեկի Աստվածը մահը չի հաղթել։ Մենակ մեր Աստվածը, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է մահը հաղթել և տվել քեզ այս հաղթանակը, ինձ այս հաղթանակը, որ ես ու դու կանգնենք ու ասենք, չեմ մեռնի, հավիտենական կյանք կունենամ, եթե ես մարմինս էլ մեռնի, իմ հոգին հավիտյան կապրի։ Մի օր մեկին ասեցի, Քրիստոս հարյավ իմ եռելոց, հասկանում ես, որ Քրիստոսը հարություն է առել, ասեց Սևակ, ընենց ես ասում, ոնց որ ես քիչ անում, ես էլ հավատամ։ Ոնց կարա մեկը մեռելներից հարություն առնի։ Գիտես, սաղ աշխարհը սովոր այս բառերն ասելու, բայց չհավատալու դրան։ Երանի նրան, ով որ հավատում է դրան։ Ասում է և հավատում է, ու այդ Քրիստոսը քո Տեր ու Փրկիչն է։ Իմ Տեր ու Փրկիչն է, որ քեզ հավիտենական կյանք կտա։ Ասում է լույսի զավակները իմ ձայնը կլսեն, ովքեր էին փնտրում նրան, աշակերտները, ինչի ես դու ստեղ, որտեղ դու փնտրում ես իրան, ինչի ես եկել ստեղ, ուզում ես հավատաս, հավատում ես, ու եկել ես փրկության հետևից։ Մենք այսքան աղոթում ենք ընտանիքների համար,
մեր եկեղեցին, ընտանիքների եկեղեցիա, տեսեք, ընտանիք, Ստյոպայի ընտանիքը, լտեսեք, Ռոմանենց ընտանիքը, տեսեք, Արևշատենց ընտանիքը, լտեսեք, Մելան քրոջ Ռաֆիկ եղբոր ընտանիքը, տեսեք ինչ հրաշալի է, երբ որ ընտանիք, փունջ, մեր եկեղեցին փունջերի եկեղեցիա, փունջ գալիս է Տիրոջ տուն, փունջ, Սիրելիս, բայց ինչքան հարազատ ունենք, որ այս ամեն ինչը չգիտի, այս քաղցրությունը չգիտի, Վիդյա եղբայր, քանի տարի է քո ընտանիքը եւ դու Տիրոջ տան մեջ ես, մի օր փոշմանել ես, ոչ մի օր չկա, մի ժամ չկա, որ ես փոշմանած եմ ասեմ, ինչի եկա, Սիրելիս, Սատանան կգա, որ քեզանից առնի Այն ուրախությունն ու այն երջանկությունը, որ Հիսուսը տվել է քեզ, չտաս Սատանային, հենց տվեցիր, դու կկործանես։ Հենց տվեցիր, թույլ տվեցիր, որ քեզ խաբի ու ասի, հարություն չկա, ուրեմն դու կկործանվես։ Եվ շուտով գնացեք, նրա աշակերտներին ասեցեք, թե Հիսուս այն մեռած չէ, եւ ահա նա ձեզանից առաջ Գալիլեա է գնում, այնտեղ նրանց կտեսնեմ, ահա ասեցի քեզ, նրանք շուտով գերեզմանից դուրս եկան եւ վախով ու մեծ ուրախությունով վազում էին նրա աշակերտների պատմելու եւ երբ որ գնում էին նրա աշակերտներին պատմեն, ահա Հիսուսը պատահեց նրանց եւ ասեց. Ողջույն ձեզ եւ նրանք մոտ եկան, որ նրա ոտքերը բռնեցին եւ նրան երկրպագություն արեցին։ Սիրելիս, գնա Հիսուսի ոտքերի մոտ։ Գնա բռնիր նրա ոտքերը, քո թաքուն սենյակում, որ ոչ մեկը չի տեսնում, որ նեղության մեջ անցնում ես, մենակ դու գիտես ինչի մեջով ես անցնում, նույնիսկ կարող է կինդ, ամուսինդ, երեխեք չիմանա ինչի մեջով ես դու անցնում, բայց դու անցնում ես այդ նեղության մեջով, գնա Հիսուսի ոտքերի մոտ, բռնի իր ոտքերը, ու նա քեզ կլսի։ Այն ժամանակ Հիսուս ասեց. մի վախեցեք, գնացեք իմ եղբայրներին ասեք, որ գնան Գալիլեա եւ այնտեղ կտեսնեն ինձ։ Եվ երբ որ նրանք գնացին, ահա պահապան զինվորներից ոմանք եկան քաղաք եւ պատմեցին քահանայապետերին եղածը։ Նույնիսկ պահապան զինվորները տեսան ինչ կատարվեց, հրեշտակն իջավ եւ Տերը հարություն առավ, աշխարհիկ մարդ, որ պահակ էին դրել գերեզմանի վրա։ Նրանք էլ տեսան, որ Հիսուսը հարություն առավ։ Սիրելի քույրս, եղբայրս, մեր խոսքը, մեր այսօրվա բարի լուրը Քրիստոսի հարության մասին է։ Չթաքցնես այդ, չթաքցնես։ Քո բոլոր հարազատներին գնա ու ասա։ Գնա ու բոլոր հարազատների պատմիր, որ Քրիստոս հարություն է առավ։ Գիտես, առաջի բարի լուրը ասողը կանայք են եղել, տղամարդիկ չեն եղել, գիտեք։ Քույրերն են եղել։ Քույրեր ջան, գնացեք ասեք, գնացեք ձեր բարեկամ հարևաններին ասեք, Քրիստոս հարություն է առել, քո տեղը եկեղեցին է, քո տեղը Տիրոջ մարմինն է, որ դու իր հետ լինես, իր կողքին լինես, իր մեջ լինես։ Թող Տերը օրհնի քեզ, զորացնի քեզ։ Ես ամբողջը չեմ ասի, բայց կփոխանցեմ խոսքը մի հրաշալի ու շատ լավ եղբոր, որ այսօր հյուր է մեզ մոտ, այս 3 օրը Ռոստովում է, լսել եք իր մասին, Ռոման Դանիելյան, դրել ենք իր ֆիլմը, երևի շատերդ նայել եք, Մելանքուրը եւ քույրերը գլխով են անում, այո։ Գիտես ինչով կարաս քարոզի, այսօր նա քարոզիչ է, ավետարանիչ է եւ քարոզում է տարբեր միջոցներով, սոց հարթակներում, YouTube-ում եւ տարբեր տեղերում ֆիլմ նկարում, կարճամետրաժ թատրոն նկարում Քրիստոսի հարության մասին եւ տարբեր իրավիճակների մասին եւ գնում է ամենուրեք ու քարոզում է Տիրոջ խոսքը։ Սիրելիս, ես քեզ ասում եմ, որ դու էլ նույնը պետք է անես։ Չամաչես, որ Քրիստոսի մասին խոսես։ Մի ամաչի։ Մարդը շատ ժամանակ չի ամաչում, որ բան ասում է մեկի մասին, բայց ամաչում է, որ Քրիստոսի մասին ասի։ Ամոթ է, որ Քրիստոսի մասին ասի։ Այնպես որ հրավիրում եմ այստեղ Ռոման ջան, Ռոման Դանիելյան, եկեք ընդունենք։ Ես Ռոմանն եմ Երևանից Կյանքի Խոս եկեղեցուց,
ծառայում եմ այնտեղ, ունեմ կին, կարելի է երաժշտություն անջատել։ Ունեմ հրաշալի կին, անունը Անժելա է, ունեն 3 երեխա, Իսահակը, Էմանուելան եւ Էսթերը։ Դեք մի քանի օր ես Ռոստովում եմ եւ ռուսական եկեղեցիներում ենք ծառայում Հովիվ Սևակի հետ եւ ես խոսում եի այն բանի մասին, որ իմ առաջ երեխեն կնոջս փորի մեջ մահացած ա եղել։ Ու բժիշկները ասում էին, եթե մի քիչ էլ ձգես կինը տա մահանալու, ու պատմում էի, թե ոնց Աստված հրաշք արեց այդտեղ։ Ու գիտեք, իմ կյանքի ընթացքի հրաշքներից էի խոսում, որ Աստված անում էր, ու գիտեք, սա հարցում էին, լավ, այդ հրաշքի աղբյուրը որտեղ է, դատարկ գերեզմանն է։ Գիտեք, այսօր գալիս էինք Արամ աղբոր հետ, նայում ենք եկեղեցիի մոտ մարդիկ կանգնած կուլիշներ են առնում, ձվեր են առնում, ես ասում եմ, Արամ աղբեր, իսկ կա մեկը, որ ստեղ եկել է եկեղեցի Տիրոջ զորությունը վերցնի, ասի հարության զորությունն եմ բերել քո տուն։ Ես աղոթելու եմ քո տանը հրաշք լինի, քանդվի անեծքը, դևերը գնան, հիվանդությունները բժշկվի։ Ու գիտես, այսօր հարց է ծագում, թե խի ես եկել դու եկեղեցի, ինչ ես ուզում դու այսօր եկեղեցում ստանաս։ Դու եկել ես տեղ, որովհետև Հովիվ Սևակը գեղեցիկ համազգեստով բարձրանում է, բեմ գեղեցիկ խոսում է։ Գալիս ես եկեղեցի, որովհետև հրաշալի ընտանեկան մթնոլորտ է, թե գալիս ես եկեղեցի տեսնելու նրան, ով որ մահը հաղթեց։ Դե շատ անգամ ցավալի է, բայց փաստ է, մեր համար եկեղեցին լինում է շփման վայր։ Մենք գալիս ենք եկեղեցի ուղղակի ժամանակ անցկացնելու, բայց երբ որ մարդը գալիս է եկեղեցի, նա պետք է գիտակցի, որ հենց այդ օրը, հենց այդ պահին, հենց այդ ժամին հարություն առած Հիսուսը այնտեղ է։ Ու ինչ է անում Հիսուսը, անում այն ինչ որ երկրի վրա էր անում։ Դևերին է հանում, բժշկում է, օրհնում է, բազմության օրհնությունով կերակում է, հրաշքի վրա, զորության վրա, ու այսօր գիտես երկնքի դռները բաց է, որպեսզի քո կյանքում բերեն փոփոխություն, բերեն գարուն, իսկ քո դռները ինչի համար է բաց։ Գիտեք, ծննդոց գիրքն եմ ուզում գնանք 3-րդ գլուխ առաջի խոսք։ Ով ունի Աստվածաշունչ։ Ժորժ, Աստվածաշունչ ունեք։ Մի հոգի ունի, 2 հոգի ունի։ Դիմաց շարքը տեսնում եմ։ Խնդրում եմ, բացի քո օրհնված Աստվածաշունչը, որի վրա կա փոշի տունը դրած, սրբի նոր բաց, մենք հայերս միշտ սիրում ենք զարմացնել մարդկանց, քանի հատ Աստվածաշունչ ունենք։ Մինչև Ռոստով գալ ես մի հատ ընտանիք էի գնացել, ուրեմն այդ ընտանիքի անդամներին դևերը ծեծում էին տան մեջ։ Բառից բուն իմաստով դևերը ծեծում էին։ Ու որ նստած են, գիտեք, սեղանի շուրջ նստած ենք, մի հատ բաժակ օդի մեջ գնում գալիս է։ Ես այս մարդկանց ես հանգիստ խոսում եմ, ասում եմ, չես վախում, ասեմ ինչի՞ց։ Եթե ես գիտեմ հարություն առած Հիսուսը իմ մեջ է, ինչից վախենամ կամ ումից, գիտեք դևերը միշտ խի են գալի մարդուն վախացնելու, որտեվ մեր ֆիզիկական մարմինը ինքը միշտ ձգտում է հոգևոր բաների։ Նկատել եք, որ մարդկության 90%-ը ֆանտաստիկա է սիրում, ուժս է սիրում, որտեվ հոգին սոված է մարդու, փնտրում է վերին բաները, ու սատանան դրա միջոցով ուզում է լցնի։ Ինչն է պատճառը, որ մարդիկ գնում են կախարդի մոտ, որովհետև կա հոգում քաղց։ Մարդիկ փնտրում են հոգևոր արժեքներ, հոգևոր բաներ, ու գիտեք խի են մարդիկ գնում կախարդի մոտ, որովհետև մենք լռում ենք։ Օրինակ, եթե դու գաս Հայաստան, Երևան, Սարիթաղ, ում հարցնես հավատացյալ Ռոմանես տունը որն է, սաղ ցույց կտան։ Ռուսաստանից մի քանի հույվ են եկել Հայաստան, հայ հույվներ են։ Ասում եմ, Ռոմա ոնց ձեր տունը գտնենք, ասում եմ, մտել եք Սարիթաղ, ասում եմ, հա, ասում ում ուզում ես հարցրա, Ռոմանես տունը որն է, ցույց կտան։
Սա լուրջ ես, ասեմ, հա, սա հավատացյալ ռոմանիստունը որն է։ Եթե ես պետքա լինեմ լույս, ու մարդիկ չիմանա, որ ես լույս եմ, ումա պետք իմ օֆիսային քրիստոնեությունը։ Ես կոնֆերանսներին խոսում եմ մի քանի բանի մասին, որ մենք պետքա Մովսեսի պես չբռնվենք այրվող մորենուց, որտեղ շատ անգամ մենք տեսնում ենք այրվող մորենի, գալիս ենք այդտեղ, ասում ենք, «Ա դե լավ է, եկեղեցում մորենի վառում է, ես եկեղեցում կմնամ»։ Բայց Աստված ուզում է, որ մենք գնանք Եգիպտոս։ Աստված ուզում է մեր միջոցով հրաշքներ անի, նշաններ անի, փրկի աշխարհը, բայց մենք ուզում ենք մնանք եկեղեցում, որպես ոնց ասեմ հայերեն, որ ճիշտ լինի։ Ես մի քանի օր ռուսերեն շատ եմ խոսացել, հիմա մոտս բոյ է գնում։ Ну, чтобы были культурными, да? Մենք ուզում ենք sense կրթված, գեղեցիկ, բարոյական, խելացի, սուրբ համազգեստներով եկեղեցում դուրս գանք, ես sense եմ, ես նենց եմ։ Գիտեք Եվային ինչս հաղթեց Եդեմական պարտեզում։ Խիչ եմ ասում Ադամին, ասում եմ Եվային։ Եվային հաղթեց մի հատ փոքրիկ գաղտնիք։ Ու ես այսօր խոսալու եմ դրա մասին։ Գնացինք ծննդոց 3-րդ գլուխ, առաջի խոսք։ Ընդհանրապես ուրիշ բանից էի ուզում խոսալ, բայց հիմա անդադ գալիս եմ այն բանին, որ պետք է խոսամ սրա մասին։ Ասում է եւ օծը ավելի խորամանկ էր, քան թե դաշտի բոլոր գազանները, որ Աստված ստեղծել էր։ Եվ կնոջն ասաց, իրավ Աստված ասաց. Դուք նկատում եք ստե ինչ-որ սուտ բան։ Նա եկ մի քիչ մտածենք, էլի։ Սուտ բան տեսակ սատանայի կողմից։ Ես չեմ տենում։ Եվ հետարքիրը նա է, երբ որ օծը խոսում է Եվայի հետ, Եվան ոչ վազում է Աստծո մոտ, ոչ վազում է Ադամի մոտ, որ ասի գիտես, ստեղ մի բան կա, որ խոսում է, ես պատասխանում եմ։ Պատկերացրա մի բան, որ դու մտնես գիշերը տուն ու տենաս տանդ մեջ արջուկ խաղալիք է, հելնիս ես օթերով գամոտը դասի եկար, կղժաս, կհելնես բոլորին կպակչե, կզանգես հովիվ դևա մտե տունես, արջի տեսքով։ Ну, իրականում մտենց է, չէ։ Ու պատկերացնում եք, օծը հարցա տալի Եվային, Եվան պատասխանում է։ Ինչ-որ մի քաղցր հարաբերություն կա այս ամեն ինչի մեջ։ Բայց գիտեք հետարքիրը որն է, երբ որ Աստված զով ժամերին իջնում էր երկրի վրա զբոսնելու, Եվան դա թաքցնում էր եւ Աստծուց, եւ Ադամից։ Եվան ուներ հրաշալի հովիվ, անունը Ադամ, Եվան ուներ հրաշալի Աստված, որի անունն է ես եմ, որ եմ։ Բայց միաժամանակ լինելով եկեղեցում, ունենալով լավ հովիվ, ունենալով լավ Աստված, ինքը պահում էր իր սրտում մի հատ փոքր գաղտնիք։ Ու այդ գաղտնիքը նա էր, որ մեկից բամբասում էր, ու այդ գաղտնիքը նա էր, որ ինքը չէր կարող ազատվել ինչ-որ սխալ սոցցանցերից։ Այդ գաղտնիքը նա էր, որ ինքը տունը, իրեք ես վերջերս միտեղ քարոզում էի, մի հատ պատմություն պատմեցի, որ մի հատ երեխա մոտիկանում ասում է, Բելարուսիայում էր դա, ասում է, брат Роман, а вы знаете, что у нас в церкви двери это волшебные двери? Асем, серьезно? Сма, да. Ну, Асем, ну, подскажи, пожалуйста, ну это как? Ասում է, պապան մաման տունը իրար ուտում են։ Իրար հետ չեն քնում։
Պապաները չգիտես խի միշտ կամ կուխնյամ կամ զալում են քնում։ Հենց կրվում են կնիկը սենյակից անում ա դուրս։ Նո տենց է, մեր հայկական ընտանիքներում տենց է։ Ու գիտեք հետաքրքիր է որն է, ասում ա բայց հենց հասնում են եկեղեցի, ասում ա պապան հենց դուռը բացը փոխվում ա մաման էլ հետ է։ Ասում ա այդ 2 ժամը մեր ընտանիքում երջանկության ժամ է։ Ասում ա եկեղեցուց հելնում է ու նստում են ավտո, դե քեզ խիտ ես բայ եկեղեցու։ Ասում ա նորից սկսվում ա։ Իմ հետ դու տենց չխոսաս, բայց եկեղեցում որ խնդրեմ մի բաժակ ջուր կտաս։ Ու գիտեք հետաքրքիրը որն է։ Նույն այդ ծնողները ունեն եւ հովիվ, եւ Աստված, եւ այդ Աստված, երբ որ մարդիկ հավաքվում են միտեղ, ինչ անում, նա այնտեղ է։ Ոչ մի բան չի փոխվել, ժողովուրդ։ Մենք ապրում ենք եդեմական պարտեզի սիստեմի մեջ։ Աստված դրեց իր կարգ ու կանոնը։ Մի քանի օր առաջ մեկը մի հանցագործ տղա է ապաշխարել իմ խմբակում շատ լուրջ հեղինակություն ասաց ամ։ Այ Ռոման ախպեր, Աստված չի կարա սատանից այսպես վերջի մի տապալի գեդին սա հարցերը բրծացնի։ Ասեմ, գիտես, մի բանա կարա չի կարա, բայց մի բանա, որ նա պետք է այդ բանը չանի։ Ասում ախի, ասեմ պատկերացնում ես մի ամիս առաջ Աստված սատանին վերցեր տապալեր գերին ու այդ ամեն ինչով բրծներ սա հարցերը։ Ասեմ դու ստեղ կլներ։ Ասում դե չէ։ Ասեմ բայց պատկերացնում ես Աստված վերցեր ու տապալեր։ Դու էլ հետը տապալվելու էիր։ Շարունակենք, ես մի քիչ չեմ ուզում էլ այս թեմայից շեղվենք, հեսա ավելի հետաքրքիր տեղեր ենք եթում։ Հեսա մտնում ենք մեր ընտանիք, իմ։ Դե ինչ բայվոյի կնիկ ունեմ, ես պատմում եմ երեք դրա մասին։ Իմ կնիկը 2 յուրահատկություն ունի։ Մեկը կարա քեզ 5 վայրկյանում ղրկի հավիտենականություն, երկրորդն է, որ հենց զանգում է պետք է զգուշանաս, մի բան են չի։ Հեսա դրան ենք հասնում։ Ու գիտեք հետաքրքիրը որն է, կա մեր մեջ սենց մի բան ճիշտը միատա։ Լսել եք, դա սատանայի սուտն է։ Ես եւ Արամա ունենք ես ունեմ իմ ճիշտը, ինք ունի իր ճիշտը, բայց երբ որ գալիս է ճշմարտությունը, մեր երկուսի ճիշտը լռում է։ Երկուսի ճիշտը դառնում է էգոիզմ, երկուսի ճիշտը դառնում է շահի աղբյուր ու ճշմարտությունը բերում է վերջնական խոսքը։ Հիսուսը խի ասում, ես եմ ճշմարտությունը, ճանապարհը ու կյանքը։ Իմ համար ճիշտ չի, որ հովի սևակը խաչը կարմիր կոմով է գցե, պետքա սև կոմով գցի։ Իր համար ճիշտ է, որ ինքը կարմիր կոմով է գցե, ոչ թե սև։ Իմ ճշմարտությունը կարա բխի իմ մտածելակերպից, իմ ճաշակից, իմ ավանդական արժեքներից, իմ ընտանեկան դաստիարակությունից, իմ տկարամտությունից, իմ անդաստիարակությունից, բայց գիտես, երբ որ գալիս է ճշմարտությունը, ամեն բան հելնում է ջրի երես։ Անգամ օձը, որ օձ էր, ինքը ուներ ժամանակ։ Երբ որ եկավ ճշմարտությունը, ինքը սկսեց սողալ։ Հիմա չէ, որ հայտնություն է ստանում, ուզում ես եթաս մեկի մոտ ապաշխարես բան, այն հլը հպարտությունը բգիցդ բռնել է, չես կարող եթաս ու դու սկսում ես ինչ անել, սողալ, ես գալիս ես, դե գիտես ինչ, բանը մի հատ, այն բանը, որ եղել էր, դե ես ներում եմ քեզ, իսկ Հիսուսը ուզում է, որ դու ասես, ես սիրում եմ քեզ, կներես ինձ, գերեզմանը դատարկվել է հենց այս պահի համար, գնացինք առաջ, ուրեմն, մի անգամ, գնացել եմ միտեղ հայկական մեծ ծառայություն ունեմ անցկացնելու ու մի հատ եկեղեցի ընկել էր մի քիչ լուրջ խնդիրների մեջ,
խնդրել էին, որ ես 20 օր լինեմ այդ քաղաքում այդ եկեղեցին բարձրացնելու համար։ Ու գիտեք, դա երեխեքի վրա մի ուշադրություն, փառք Աստծո, որ ես ձենը եկեղեցում կա։ Դա նշանակում է, որ եկեղեցում ապագա կա։ Ու գիտեք, հետաքրքիրը որն է, որ հայտարարել էին, որ այդ օրը ազատագրման ծառայություն է լինելու, մենք պետք է աղոթենք բոլոր մարդկանց համար, ովքեր ունեն վախեր, ովքեր որ ունեն դիվային կապվածություններ, կախարդություն, անեծք եւ այլ։ Ու գիտեք, երբ որ աղոթքը սկսավ, մենք աղոթեցինք, ծառայությունը վերջացավ, մի հատ կին մտավ եկեղեցիս, բոյով, ջանով, մազերը ուֆ, մեկի մտավ սենց հարդ, ուր այդ Ռոմանը, մեկի ասին հենա, ասի, այ Աստված ջան, որ մեղքիս համար, ու ինքը ըննենց ասես վրա գալի, եկավ հասավ մոտիկ սենց Ռոմանը դուք եք, ասում Ռոմա եղբայր, գիտես, ես նայում դեմքին ասեմ, Տեր Աստված, ես կնկան չեմ հասկանում, Աստված էլ վերևից ասում է պատկերացնում ես, ես չեմ հասկանում, ես ասում եմ, գույրիկ ստոպ, ինչ ա եղեք, ասում է Ռոման եղբայր, ամուսինս ինձ ծեծում է, հենց ասեց ամուսինս ինձ ծեծում է, հոմի խնդալես չի գալիս, դուք պատկերացնում եք, ես քարոզիչ մարդ, եկեղեցում աղոթում եմ մարդկանց համար, մեկ եկա ասում ամուսինս ինձ ծեծում է ու ես խնդում եմ, ես նայում եմ ասում եմ, Ռոմա եղբայր, ձեր մոտ ամեն ինչ լավ է, ասեմ քուր խնդվում եմ մի խոսա, 2 րոպե, ու ես ծիծաղում եմ, ասում եմ Ռոմա եղբայր, դուք ինձ վիրավորում եք, ասի մի հատ հարց կարելի է, ասեմ ես ոչ թե ծիծաղում եմ ձեր վրա, այլ այն հարցի վրա, որի մեջ ծնվել է, ասում ասեք, ասում դուք ադնակլասնիկ ունեք, ասում հա, ասիս ադնակլասնիկով պաչի խաղում ես, ով գիտի էդ ինչա, տես նոր սերունդը չի իմանա, են մի քիչին սերունդը սաղն է գիտեն, նստում էին բուտիլք են, վրծնում էին հավանես պաչում էր, մեկ է, մի անգամից այդ կինը, ով որ լացում էր, նեղված էր, բայց խիք հարցնում որ, ասի այ հենց դադարես խաղալը, ամուսինդ էլ քեզ չի ծեծելու, դեք խոսք ասում է հակառակ կանգնեք սատանան և նա ձեզանից կփախչի, ես մենք պետք է ունենանք պատասխանատվություն մեր կյանքերի վրա, որ կարանք ապաշխարենք, առաջի քայլը մենք անենք, Սիրելի քույրեր, իրական մեսի են պահն է, որ պետք է հիմա մենք եղբայրներ, եկեք անենք այն ինչ որ պլանավորել ենք։ Հա? Հիսուսը հարություն առել։ Ու այդ հարության տոնի կապակցությամբ այս գեղեցիկ ծաղիկներ ուզում ենք ձեզ տալ։ Ու ասել ձեզ շնորհակալություն, որ դուք կաք։ Ու դուք հիմա եդեմական պարտեզում եք, որտեղ որ Տիրոջ հոգին է, որտեղ որ Տիրոջ ներկայությանն է, մենք ասում ենք օրհնյալ է Հիսուսի հարությունը ձեր կյանքերում։ Դեք ուղղակի գարունա, ծաղկեք ես ծաղկի նման, եղեք սենց գեղեցիկ Աստծո տան մեջ, ամեն, ու հիմա շարունակում ենք, հետարքիրա ձեզ, հայտնություններ ստանում եք, ինչ-որ բան փոխվում է ձեր մեջ, մարդ կա, որ եկեղեցու դռներից էդ հատուն ճամփին ամուսնուն դռելով չի ծակելու կամ էլ ամուսինը կնոջը, ասելու էլ էսի գիտես ինչ կա, մենք որոշում ենք այսօրվանից Տիրոջ գարունով ապրենք, հարության գարունով, որ գերեզմանը դատարկա, Ուղղակի ծաղկեք ես ծաղկի նման, դուք Տիրոջ գանձերն եք, գիտեք ես կյանքի ինքան անհետարքիր կլներ առանց ձեզ, լուրջ եմ ասում, դուք տան մթնոլորտի աղբյուրն եք, դա խոսում է Ծննդոց գիրքը, և գիտեք հետարքիրը որն է, երբ որ օձը խոսում է Եվայի հետ, Եվան անկեղծ զրույցի է բռնվում, ու որտեղ է գալի մարդու անկումը, երբ որ մարդը գաղտնի է պահում սխալ սովորությունները, ցանկությունները, ծածուկ ազարտի խաղեր խաղալը, գիտեք, այսօր աշխարհում մի հատ շատ ուժեղ դիվային բան կա, որ մարդիկ
միշտ ծածուկ ինչ-որ մեկի հետ գրվում են, անունը դնում են, դե հետ աշխատանք եմ տանում, ուզում եմ բերեմ եկեղեցի։ Այդ ինչ ես այդքան երկար խոսում, որ մի հատ չի ստացվում, հլա աշխատում ես, որ բերես եկեղեցի։ Մենք այսօր ծաղիկ ծախողին 2 րոպե չքաշեց, համ քարոզինք, համ աղոթինք, համ համարը վերցինք, համ հրավիրինք եկեղեցի հաջորդ շաբաթ, այսօր չէր կարա, մենակ էր։ Այդ ինչ պետք է խոսած մարդու հետ այդքան երկար, ու գիտեք հետարքիրը որն է, որ մենք միշտ ուզում ենք մեր մեղքը ծածկենք սրբությունով։ Գիտեք հետարքիրը որն է։ Օձը խոսում էր Աստծուց։ Օձը գիտեր, եթե խոսար Ադամից, Եվան կլռեր, բայց երբ որ խոսած Աստծուց, երբ որ եկեղեցու մեկը գալիս է քո հովից խոսում է, բերանը փակի տեղում։ Գիտես խի, եթե դու այդ պահին չփակես իրա բերանը, այդ օձը վաղը փակելու է քո միջոցով շատերի բերանը։ Հələ Աստված չանի, մեկ իմ հովի մասին մոտս բան խոսա, պատեպատ կանեմ։ Մի հատ հովիվ կար, այն որ սեղանի վրա մի հատ բան ասացի մավակ հովի մասին ու եռում եմ ես իմ մեջ։ Ու հովիվ սևակին ասեմ, հովիվ սևակ, ասում ես իմ քիչ։ Բան չէր էլի մեզ, ճիշտ մոտ, բայց ես եռում եմ 2 օր, ես ասեցի էլ մի րոպե, եղբայր։ Շատ բան դու կարաս տենաս ու դու կարաս համաձայն չլինես, դա քո իրավունքն է, բայց թույն բարձրացնելը դա դու դրա իրավունքը չունեիր։ Եթե մի բան չես հասկանում, դա չի նշանակում, որ սխալ է։ Այսօր այնքան բողոքական հովիվներ կան, սևակին սենց տենում ասում են, քո սեն շոր, լսի Հիսուսը մահացա, որ այս մարդը շորը հագներ։ Հիսուսը մահացա, որ այն մեկն էլ այդ շորը չհագներ։ Աստված ամեն մեկին յուրովի է օգտագործում։ Մենք գիտեք, ես ծառայության ժամանակ ասում եմ, մենք պետք է սպանենք մեր մեջի քարոզիչին։ Մենք բոլորս ուզում ենք մեկին սովորացնենք, քարոզենք, բայց հենց հերթը գալիս է վկա լինելու, վկայության խոսքը տալու։ Մենք ամաչում ենք։ Բայց հələ քույրիկ եղբայրներին տենում ենք, մենք իհարկե կներեք էլ այս արտահայտությանս համար, մեկ-մեկ մտածում ենք գրուզավիկ ենք գտել, կայնի բարձ ենք ուսմունքներով, հայտնություններով։ Լսեք, այնց հետարքիր հայտնություններ ունեմ, բայց երբեք չեմ նստում մեկին բարձում։ Ես միշտ խոսում եմ հայտնությունները, երբ որ եղբայրներով միտեղ կնստեն, կամ տանային խմբակի վերջում, կասեմ, իսկ դուք ոնց եք մտածում այս բանի շուրջ։ Մի անգամ մի հատ հովիվ երեկի աստղային, այնքան գլուխ գովաց, ես նստած նայում եմ, դե ես հովիվ չեմ, ժողովուրդ, ես ավետարանի չեմ։ Ասես նայ, ասի, կարելի է մի հատ հարց տալ քեզ, ասեց հա։ Ասի, որ մարդ մեռնում է, հոգին ուր է այդում։ Հա դրախտ։ Ասի Աստծո խոսքը ասում է դրախտը երկրի վրա է։ Մարդու հոգին երկրի վրա է մնում։ Ուսես նա կապտով նայ ասեց, որտեղ է գրած, ասեմ, ծննդոց գրքում։ Աստված սասկեց մարդկանց աչքերից դրախտը, ասեմ այդ հոգին ուր է գնում։ Ու արդեն կապտավ, այդտես պարվավ իրա հայտնությունները։ Ասի ուզում ես իմանաս ու այդում ասեցա, ասի խոսք եմ տալի, հենց սկսես քեզ համեստ բայլ կասեմ։ Հələ միջև հիմա համեստ չի։ Գիտեք, մենք պետք է լինենք անկեղծ Աստծո հետ, եկեղեցու հետ, հովվի հետ, եթե Եվան գարասեր, գիտես ինչ Ադամ, ստեկամ իմ կյանքում մի մեղք, որ ես չեմ ուզում, որ այս մեղքը աճի մեր մեջ, ես չեմ ուզում այս մեղքը կանգնի իմ ու Աստծո մեջ, կա մեկը, որ շփվում է իմ հետ, ու գիտեք, երբ որ սատանան սկսում է մարդու հետ շփվել, գալիս է մի հատ դիվային զորություն, եւ գիտեք այդ մեղքը ինչ է անում, ազդում է մարդու տեղաշարժման վրա։ Հեշ մտածել եք, որ թմրամոլը գիտի, որ դա իրան սպանելու է, բայց խե ինքը գնում դրան։
Ծխող մարդը գիտի, որ ծխելը լավ բան չի, սխալ է, խի այլի ծխում, որովհետև մեղքը ազդում է մարդու տեղաշարժման վրա։ Ու երբ որ Եվան շփվում էր օձի հետ, օձի զորությունը փակել էր Եվայի ապաշխարությունը։ Մեղքը միշտ ազդում է մարդու տեղաշարժման վրա, որպեսզի A կետից գնա B կետ ազատություն ունենալու։ Մեղքը ամեն բան անում է փայփայելու նրան, ցույց տալու, որ ինքը ճիշտ է, դա դեքո դա սենց Աստված քեզ յուրովի է սիրում, դա քո հայտնությունն է։ Իրեք, ես չեմ մտածում, որ կա խոսք, որ Պողոսի ասածից բարձր լինի, թե գալիք բաները, թե երևացող, թե չերևացող, թե հրեշտակներ, թե դևեր, ոչ մի բան մեզ չի կարա ինչ անի, բաժանի։ Սատանայի ողջ նպատակն է բաժանություն բերի։ Ուզում ես աղոթես, մեկ էլ տենում ես քունը տնեն սատանով, всё, բաժանումը եկավ։ Ուզում ես կարդաս, մեկ էլ տենում ես անենցա սենց քունը տանում, всё, բաժանումը եկավ։ Ուզում ես մեկին ավետարան քարոզես Հիսուսի մասին, մեկ էլ ստեից հետ մի հատ տնես բանա բարձանում։ Ամոթ, մարդու չեն ասի, արա կնիկդ ինչ էր անում։ Ինչ էր անում։ Ինձ այնքան են եկի ասի, ասում են, լեզի կնիկդ բայց ինչ համարցակ ասեմ, ինչ ասում։ Ասում մտել էր մեկի տուն հանին դուրս գցին։ Բայց ասում դու պատուանի մոտից գոռում էր, պապի ասա, Հիսուս դու ես իմ Տերը, ու այդ պապը Հիսուս դու ես իմ Տերը, կներես ինձ։ Հələ կինս գոռում է, լսում է, այլ պապին մի հատ տղա հել ասում, «Տորա գնաստից, էլի աղջի ջան, ինչ ես ուզում»։ Այդ թորի այդ գոռալու ժամանակ պապին մեռնում է։ Բայց այդ պահին մեկը քայլեց իր վրայով, որպեսզի մեկը մտնի երկինք։ Ոյդեք իսկ ինչքան մարդ կա, որ մահանում է։ Բաժանման մեջ է, գործանման մեջ է։ Հիմա ես ուզում եմ ասեմ երկրորդ մասին։ Ինչ է բերում ծածուկ գաղտնի կյանքը։ Գաղտնիք նշանակում է վայր, որտեղ որ քեզ հարմարավետ է, կոմֆորտ է։ Գաղտնիք նշանակում է աթոռ։ Գաղտնիք նշանակում է դիրք։ Գաղտնիք նշանակում է ծածկել։ Ու դուք պատկերացնում եք, երբ որ դու մի բան գաղտնի ես բան, որ քեզ հաճելի է, սատանան Հիսուսին ինչով մոտեցավ։ Աչքի ցանկություն, մարմնի ցանկություն։ Ու գիտես, մենք միշտ մեր ցանկությունները սուրբ ձևով ծածկում ենք։ Հովի կյանքում կարաս մի բան տենաս, ասես հոյվը սենց արես։ Լսեք, այդ ախր այդ աստվածաշնչում որտեղ է գրած, որ հոյվը այդ բանը պետքա չաներ։ Որ հոյվը չպետքա սխալվեր։ Դա մարդ է։ Իմ ու քո նման մարդ է։ Մեկ էլ կտենաս սատանան մի հատ օձ է ուղարկում մի տեղից, գալիս է սկսում է գեղեցիկ ձևով դեպի հովիվը աշկերը բացել, որպեսզի բերի բաժանում։ Ու գիտեք հետարքիրը որն է։ Նորից խոսվում է ճիշտը, բայց ոչ ճշմարտությունը։ Մի հատ եղբայր այս 3 օրվա մեջ անդադ ուզում էր իմ հետ համեմատվեր։ Ու կարաք ասեք, դա ճիշտ էր, թե ճշմարտություն էր։ Եթե Աստված հիմա ինձ տենց է օգտագործում, լսի, նու ես եմ էդի, հասկանում ես, դա իմ կյանքն է։ Իմ Աստծո հետ օրինակ եղբայր քո անունը ինչ է, Դավիթ։ Հիմա այս մարդը երգում է, նվագում է, ես խի ցույց տամ, որ ես լավ ձեն ունեմ։ Խի ցույց տամ, որ ես էլ գիտեմ մի քանի բան նվագել։ Ես ավելի լավ ուրախանամ իր երգելով, նվագելով, քան թե ուզենամ իր հետ համեմատվեմ։ Աստված ամեն մեկին յուրովի է օգտագործում, բայց սատանան ուզում է ամեն յուրահատկության մեջ բերի բաժանում։ Ու ցավալիա, բայց փաս միշտ սկսվում է ընտանիքից։ Գալիս է ընտանիք, գալիս է խռովություն, ճիշտ ու սխալ անել, ես ճիշտ եմ։ Իմ կինը մի հատ բան էր անում, որ իմ դուրը չէր գալի, միշտ ասում ես բանը չանես։
մի օր sense մի հատ արտահայտություն արեց, որ իմ համար դառավ ճակատագրական։ Ասեց, իսկ կարաս հրամայելու տոնից չասես, այլ սիրով ինձ են շահես, որ ես ինքս չուզենամ այդ բանը անեմ։ Ասիխի ասեց, այ երբ որ այտենց անես, իմացի մեր տան մթնոլորտը սիրով լցված կլինի։ Ասեց, երբ որ դու տենց անես, ես էլ ինքս ինձ կստիպեմ թեկուզ իմ համար եւ դժվար է լինի այդ բանը։ Մեր կյանքում մի հատ տահաճ իրավիճակ ստեղծվավ, ես երեք դրա մասին էի պատմում, շուտով YouTube-ում կտեղադրեմ այդ վիդեոն կլսեք, որ դու պետքա վստահես Աստծուն, հետևանքները նույնպես։ Երբ որ դու վստահում ես Աստծուն, բայց հետևանքները պահում ես քո ձեռը, Իսմայել է ծնվում։ Մենք վստահում ենք Աստծուն, բայց Սառայի պես միշտ Աբրահամին բրդում ենք մեր ստեղծած իրավիճակների մեջ։ Բայց Աստված ուզում է, որ վստահես Աստծուն ոչ թե մենակ խոսքով, այլ երբ որ գալիս է գործողության process-ը, այդտեղ է նույնպես վստահես։ Ու երբ որ այդ իրավիճակը ստեղծվավ մեր ընտանիքի հետ, ես մոտավորապես համարյա 2 շաբաթ չեմ ծառայ, իմ կին ասեց, Ռոմ ուզում ես երկինք եթաս։ Հենց ուզում է ինձ հանդիմանի ասում ուզում ես ես ղրգեմ երկինք։ Մեկ-մեկն ես տվարում, որ կինս կիլեր է։ Ասեմ, չէ, սնխի, սենց ամ, ասում է, ես չեմ ուզում, իմ ամուսինը լինի դավաճան, իմ ամուսինը լինի վախկոտ, ու իմ ամուսինը լինի երեխա։ Ասում է, ես ուզում եմ տեսնեմ այն ամուսնուն, որ հարություն առած Հիսուսի հետ քայլում է, որ հավատարիմ է իր հովվին, որ չի վախում ես իրավիճակներից ու երեխայի պես իր հովվին ու եկեղեցին չի թողե փախե։ Ասեց, եթե սիրեք ոլորտում դու չուղվես, ես քեզ ղրգում եմ հոր մոտ։ Ինձ այտենց ամուսին պետք չի, որ դավաճանում է իր եկեղեցին, իր ծառայությունը, իր հովվին, իր Աստծուն։ Ասում ես, չեմ ուզում մենակ լավ ընտանիքի հայր ունենամ, ես ուզում եմ Աստծուն ծառայող մարդ ունենամ։ Ասի լսում եմ։ Ես մեկ-մեկ կնոջը լսել է, դա մեկ-մեկ չէ, 2-2։ Օրտություն։ Ես իշքան ժամանակ ունեմ հույվ։ Հլոն է, որտեվ ես ես կարամ հա խոսամ։ Հայտնություն ստանում ես, ու գիտեք, գաղտնիք բառը միշտ հիշեք սիրելիներս, ինքը կարա քեզ քո վրա ազդեցություն ունենա, բայց մահը բերի քեզանից ներքև։ Այդ ժամանակավոր ընթացքը, որ դու սկսում ես վերապրել, քո մոտ կարծես թե շատ այդքան եսի միջեր տեղի չուն, բայց քեզանից ներքև դժոխք է վերածվում։ Գիտեք հետարքիրը որն է, Ադամն ու Եվան դուրս եկան Եդեմական պարտեզից, երկրի վրա կային ծառեր, կային կենդանիներ, նորից այդ ամեն ինչը կար, բայց առաջի մահը որտեղ եղավ, ամենացավոտ տեղը իրանց երեխաների մեջ։ Ու սատանան գիտես միշտ որտեղ անելու ցավոտ տեղերը, քո ամենաթանկ վայրերի մեջ։ Մենք խի պետքա լինենք անկեղծ Աստծո հետ, գիտեք, այնքան մարդ, դաժե հիմա ես կարամ ասեմ, ստե մարդ կա շնության մեջ է։ Ես լուրջ եմ ասում, մարդ կա կախարդության մեջ է։ Ես երեք Հովսեվակին հետ էի պատմում, որ ես ոնց եմ հասկանում, որտեղ կա կախարդություն, որտեղ կա շնություն։ Աստված պարգև է տվել մի հատ, ու այդ պարգևի ձեռը կրակն եմ ընկել։ Ուր եթում եմ, հենց այդ բանը զգում եմ, ես սկսում եմ դրա մասին խոսալ։ Ու գիտեք հետարքիրը որն է, որ Աստված չի ուզում, որ դու շնության մեջ լինես։ Մենակ ֆիզիկական կոնտակտը չի։ Ամեն բան սկսում է հոգևորից, հետո գալիս է ֆիզիկական։ Գիտեք ինչն է հետարքիր, որ Հիսուսը երբ որ եկավ, ասեց, եթե մեկը տենա ցանկանա, եթե մեկը տենա գաղտնի պահի, եթե մեկը տենա իր գաղտնիության մեջ կոմֆորտնի զոնա ստեղծի,
Եթե մեկը նայում է մեկին ու հասկանում է ինքը չի նայում որպես սովորական մարդու, այլ իր մոտ ինչ-որ ուրիշ բան կա ու արդարացնում են դե գարուն է։ Նորմալ երևույթ է։ Ու չգիտես թե այդ մարդու գարունը չի կայնում։ Այն մարդը գիլա ձմեռը իր մոտ գարուն է։ Գիտեք ի՞նչն է պատճառը, որտեվ մեղքը ազդել է տեղաշարժման վրա հենց տեղաշարժման, որ ինքը չապաշխարի։ Մեկ էլ տենում ես այդ մարդու կյանքում անհաջողությունը անհաջողության հետևից կամացից հելնում է։ Մեկ էլ տենում ես տունն արդեն ինչ-որ բան եղե։ Մեկ էլ տեսար գնաց բարեկամների մեջ, ասում ես Տեր Աստված, էս ինչ է կատարվում։ Խեղճ հովիվը օգնականների հետ աղոթում են, տառապում են, Տեր, ողորմա, փրկի, ինքն է գիտի, որ պետքա Տերը ողորմա փրկի, բայց ինքը գաղտնիքը պահում է։ Չի ասում, գիտես ինչ, հովիվ, ես ձեզ լուրջ եմ ասում, մի քանի օր առաջ մի հատ բան էի նայում։ Ունդը ինչ-որ ռեկլամ էր տվել, որ պետքա պրապուստից, ես պետքա խփեի վրեն, որ պրապուստից տայ, խփեցի ինչ-որ մի հատ պորնոգրաֆիկ բան բացվավ։ Մի վարկյան է քաշը, ես միջև փակել եմ։ Զանգել եմ իմ աղբերներին, ասել եմ տղեկ եկեք աղոթենք։ Ասեմ սատանան ուղակի սերմ էր գցում իմ մեջ, որ այդ սերմը մահանար ու պտուղ տար։ Դե մի հատ քույրիկ կա, ինքը Գերմանիայում ապրում։ Իհարկե, ես ձեզ վկայություններ կարամ պատմեմ ուժեղ, ոգևորվեք, ասեմ ու հա, բայց ես ուզում եմ ձեզ ասեմ, որ սատանան ուզում է խորտակի ձեր կյանքը։ Գիտեք որտեղ ձեր աստվածապաշտության, ձեր եկեղեցի գալու եւ ձեր քրիստոնյա լինելու մեջ։ Ասում է դե բաժակ են նայում, բան են խոտ, դե ին վրա չի ազդում, ես տես բաների չեմ, ու ինքը նստած լսում է, թե ով ու ինչ ասում։ Մեկի տենում ես բիտվա էքստրասենսա նայում, չգիտես ինչեր է նայում, դե Գերմանիայից մի հատ աղջիկ բաժանվում է ամուսնուց, ինքը Հայաստանում էր ապրում, բաժանվում է ամուսնուց ու գնում է կախարդի մոտ, որ կախարդը օգնի նրան։ Ու այս կախարդը հույվ սևակ, չգիտեմ ինչ է տալի, ծածկված ինչ-որ մի բան, ասում է, այսի չբացես չկարդաս, պահի մոտդ։ Ասում է, քո կյանքում սկսվում են լավ ժամանակներ։ Ու այս աղջիկը ասում է, դե կայնի բան անեմ, էլի, ես մի հատ սիրուն ինչ-որ ցեպ ունի, սենց վզի գալիս է դեպի սիրտը, ու այդ սրտի կոմը սենց նկարի տեղ կա, որ կարար երեխու նկարելներ, ծնողի նկար, ինքը այդ գրվածքը դնում է հենց այդտե։ Ու գիտեք հետարքիրը որն է, անցնում է մի տարի, առաջի 6 ամիսը այս աղջիկա կյանքում ամեն ինչ իդեալական է։ Փողը փողի վրա է գալի, հաջողություն հաջողության վրա է գալի։ 6 ամիս հետո սկսում է տարօրինակ բաներ կատարվել։ Նա ծանր քաղցկեղով հիվանդանում է։ Այդ աղջիկը շատ հայտնի սպորտսմեն է եղել։ Տանում են Գերմանիա, բժիշկը ասում է, մետաստազներդ այս սրտի տակի կողմից աճել են, գնացել են քո այս ողջ մարմնով դեպի ներքև։ Ասում է, աճ է մտել է, այսինքն գնացել է դեպի քո ձեռը ու ոսկորների տա փաթաթվե։ Ասա մենք չգիտենք քեզ ինչով օգնենք։ Գնա տուն ինչքան կապրես։ Ու արդեն որ պետքա գա Հայաստան, ինքը արդեն ձեն չունի հովիվ, 30 կիլոնի հարել է, ծանր վիճակում սարսափելի։ Ես մի հատ վիդեո ունեմ, կոչվում է քո կյանքի վերջի 5 րոպեն։ Ասում եմ, պատահական այդ վիդեոտ եմ լսում։ Գիշերվա ժամը 12-ն էր, զանգում եմ, հետը խոսում ենք, ասում եմ, ես համաձայն եմ։
այն բոլոր իրավիճակների հետ, որ քո կյանքում կա։ Դա ճիշտ է։ Դու չես խաբում ինձ։ Բայց ուզում եմ քեզ ասեմ, որ այդ քո իրավիճակի համար մեկը կար, որ սարսափելի ձևով տանջվել է։ Այդ ցավերը, որ դու կրում ես, ինքը ցավը արդեն կրել է։ Այն բաժանությունը, որ դու քո երեխային արդեն տարի ու կեսա չես տեսել, ինքը դա վերապրել է։ Այն, որ բոլորը ասում են դու մահանալու ես, ինքը դա նույնպես լսել է, որ ասում են խաչում են քեզ։ Ասեմ, այդ ամեն ինչը ինքը իր հետ վերցրել է, տարել է։ Ու երբ որ եկավ պահը, որ ինքը ծառավ էր, ու ես չգիտեմ խի եմ ես ամեն ինչը պատմում, ասեմ, երբ որ ինքը ծառավ էր, ջուր պետքա խմեր, իսկ իրան ջուր չէր կարելի։ Ասեմ, իրան քացախ են տալի, ասում է ջրի տեղ ինչ-որ խիմիա եմ խմում դառը։ Ու ասեմ, տալիս են սպունգով, որ այդ մի սպունգով օգտվում էր 60 հռովմիացի զինվոր, մտնում էին զուգարան, զուգանից դուրս գալուց թուղ չէր էլ այդ սպունգը քացախով թրջում իրան սրբում են, որ վիրուսներ չտարածվի։ Ու ասեմ, այդ սպունգը դառը տալիս են իր բերանը, որ ջուր խմի։ Ասեմ, եկավ ժամանակ, երբ որ խաչի վրա ինքը գոռում էր, որ մարդիկ ծաղրում էին, մերկացրել էին իրան։ Իր շորը շատ թանկանոց շոր էր, վերսը իրար մեջ բաժանում էին, արդեն ասում էին, ես ունեցվածքը, ես ինձ կվերցնեմ, ինձ կվերցնեմ, արդեն մարդիկ մտածում են, որ դու մահանաս քեզանից հետո ում են տալու քո ավտոն, այն հողատարածքը, որ դու ունես, ու դες ես մարգարեական ընթացք է։ Բայց ես քեզ ասեմ, երբ որ Հիսուսին դրին գերեզման, նա հարություն առավ, ընդամենը 3 օր։ Եթե ասեմ դու հիմա ոնց որ Հիսուսը կարողանաս 3 օր ուղղակի քո դժվարությունների մեջ բռնվես նրանից, այդ դժոխքից դու հարություն կառնես, այդ գերեզմանից դու դուրս ես գալու, դու հարություն կառնես։ Ու ասում է Ռոմա եղբայր, 3 օր հետո ես պետքա լինեմ բժշկի մոտ վերջի ստուգմանը։ Ես չեմ ուզում իրա ձայնայինը միացնեմ, դուք լսեք, շատ եք լացելու, բայց ես կարճ իմ բառերով կներկայացնեմ։ 3 օր հետո, երբ որ գնում է բժշկի, ասում է, որտեղից որ մետաստազները դուրս էին եկել, այդ սրտի տակից, փաթաթվել էին քո ձեռի ոսկորներին, այդ ամեն ինչը հետ է գալիս այդտեղ։ Վաու։ Հիսուսը հարություն առե։ Միգուցե այսօր քո կյանքում կան բնակավարներ, որտեղ որ քարեր ա դրվել։ Դու մտածում ես դու անհաջողակ ես, չես ամուսնանա, խի եմ ես սենց դժվար տառապանքով ապրում, վարձս չեմ հասցնում տամ։ Կլինի մի օր լավ տուն ունենամ, լավ ավտո ունենամ, հոգնել եմ արդեն։ Ես քեզ ասեմ, այդ քարը գլորված է, Հիսուսը հարություն առե։ Մի բան ունենալ ապաշխարող սիրտ։ Եթե մեկին մի բան արել ես, մի ապաշխարի Աստծո առաջ։ Սկսի այդ մարդուց հետո Աստծո առաջ։ Մենք սիրում ենք քրիստոնյաներս միշտ ապաշխարենք Աստծո առաջ, իսկ այդ մարդուն թողել խոցոտված։ Մենակ Աստծո ներումը բավական չի։ Եթե բավականալներ Հիսուսը չեր ասի, թող քո զոհը տեղ, գնա հաշտվի։ Մեր Աստված ինքը խաղաղության Աստված է։ Ու եթե քո կյանքում էլ է այտենց, ինչ որ եկեղեցու դռները դառել են քո համար կախարդական դռներ, խնդրում եմ, փոխի քո կյանքը։ Ունեցի ապաշխարող սիրտ։ Մեկ երենք եղբայրներով այնքան լավ ժամանակ ունեինք։ Տուն գնալուց ես ասի, գիտեք Հիսուսը հարություն առե։ Եկեք ծաղիկներով գնանք տուն։ Ես այնքան եմ ցավում, որ ես Հայաստանում չեմ հիմա։ Ամեն հարության տոնին ես մի քաղցր բան եմ վերցնում, ծաղիկ եմ վերցնում, գնում եմ կնոջս մոտ ասեմ։ Հիսուսը հարություն առե։
Բայց այսօր մենք առավոտ ձեր համար ծաղիկներ ենք վերցրել ու ասում ենք. «Սիրելիներս, կա ձեր համար գարուն, կա ձեր համար զարթոնք, Հիսուսը հարություն է առել»։ Հիսուսը հարություն է առել։ Խնդրում եմ քեզ, այգի այդ հարության զորությունը հետը տար։ Մի տար մի տեղ դիր, այլ ուղղակի հետը տար աշխարհ, ցույց տուր, որ Հիսուսը հրաշագործ է։ Միգուցե այսօր մեկ ունի քո վկայության կարիքը, միգուցե մեկ ունի քո աղոթքի կարիքը, միգուցե մեկը սպասում է քո ժպիտին, միգուցե մեկը սպասում է, երբ կգնաս կասես լսի, կներեսի, թեև դու ճիշտ ես եղել։ Ամենադժվար բանը քրիստոնյայի համար լինել բարի, երբ որ ինքը արդար է։ Ցավոք սրտի, մենք ունենք նոր կուլտուրա։ Երբ որ քո դեմքին խփում են, դու արդար ես, քո դեմքին խփել են, ասում եմ մյուսը դեմ տուր։ Ինչ հետաքրքիր է, չէ՞ ախպերս։ Ախր բա մեր թասիբը, բա ես ճիշտ եմ, բա ես էս եմ։ Ես գիտեմ մի բան, ու ես հիմա լսում եմ հոգու մեջ, Աստված ասում է, ես եկեղեցում կբերեմ իմ բժշկությունը, ես եկեղեցում կբերեմ իմ հրաշքները, եթե իմ ժողովուրդը ետ դառնա ինձ, աղաղակի ինձ, ես կբժշկեմ նրանց տունը, ես կբժշկեմ նրանց հոտերը, ես կբժշկեմ նրանց մարմինը, եթե դու գաս ասես, Տեր իմ Աստված, իմ կյանքում կար այս գաղտնիքը, էս ա եղել, էս ա եղել, էս ա եղել, ես հիմա գալիս ու ասեմ ներ ինձ, ու այդ ներողությունից հետո, եթե անգամ ստեղ կա մեկը, որ քո աշկից ընկել է, մոտենաս իրան ասես, գիտես ինչ, միգուցե իմ հպարտությունն այլ է, միգուցե իմ սխալ հասկացողությունն այլ է, միգուցե սատանան է եկել իմ աշկերի վրա ինչ-որ բան փչել։ Ու ցավալի է, բայց շատ անգամ մենք անգիտակցաբար մտնում ենք ծոմի մեջ դեպի Աստվածաշունչը։ Օրերով Աստվածաշունչ չենք կարդում, անգիտակից ծոմը դառնում է մեր ապրելակերպը։